Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո կրկին բոլորին, կասկածելի երեկոն է եթերում իր հրաշալի հանդիսատեսով, գժական հեռուստադիտողով, YouTube ադիտողով եւ իհարկե շատ հետաքրքիր հյուրերով։ Ես կարող եմ ներկայացնել իմ հյուրերին, եթե թույլ տաս, Ռոբերտ։ Ես թույլ եմ տալիս քեզ ներկայացրու։ Դե ինչ, ներկայացնեմ մեր այն հյուրին, ով կաստինգով է անցել մեզ մոտ։ Այո, մարդ, ով գիրք է գրում։ Ինչ ասում։ Այո, կիսագրող է նա հիմա։ Այսինքն կիսատագրել։ Կավարտի եւ վերջնական կդառնա գրող, բլոգեր է նաեւ նա եւ նաեւ մարքեթինգի մասնագետ։ Մարիամ Հովսեփյան։ Արա մարդ ում ամեն մի կերպարին առանձին կարող եմ երկար ներկայացնել, մարդով բնավորություններ է կերտում Instagram-յան այդ ծովի մեջ, ամեն ձուկ, որ նա կերտել այդ ծովի մեջ, ունի իր գույնը, իր ձայնը լինելով ձուկ, իր շարժ ու ձևը, իր պատմությունը, տաղանդաշատ, ժպիտ պարգևող Լիաննա Վանոյան։ Ներկայացնեմ իմ հյուրերին։ Կարիք չկա, գնացինք առաջ, կարդում առաջ։ Կարիք չկա մեզ հա արամը մի կողմ, բա այս աղջիկը եկել հասել է այս կտորը բիլիարդի վրայից հանել եւ շորեկը։ Ակաջի ծաղիկը բռնել է Ռոբի Դոշի հալած պանիրի հետ, ի՞նչ է Դոշիդ։ Կարակ։ Մտև կարակը կարակը եւ խորհրդանշում է հալած յուղի պես գնա։ Հալած յուղի պես այո գնա այս հաղորդաշարը։ Շեղվեցինք։ Էլի 7 միլիոն մասնակիցներից միլիարդ 7 միլիարդ մասնակիցներից կասին գացած սոցիոլոգ։ Վայ։ Հեչուկս իդեպ քո թիմակցի նաև գրքի հեղինակ, արդեն ամբողջությամբ ունի գիրք գրած։ Բայց քանի է ջանոց։ Քանի տպագրած գիրք ունես։ 150։ Բայկը 400 գրել է, կեսնա գրել։ Ես 150 օրինակ։ 150 օրինակ, գիտեմ 150։ Վերնագիրը։ Երբ անջատում են լույսերը։ Անջատեք գնանք։ Երբ անջատում են լույսերը, ինչ ժանր է։ Էլեկտրական։ Հոգեբանական, գեղարվեստական։ Հոգեբանական ինչ։ Հոգեբանական գիրք է։ Հոգեբանական։ Բայց ոչ գիտական։ Գիտական չի, 150 իսկ բոլոր տպականակը վաճառվել է։ Դեռ ոչ։ Դեռ ոչ, հուսանք կվաճառեք, բայց մենք շեղվեցինք նրա անունը չիմացանք։ Խնդրում եմ գնացեք գրախանութներ եւ հարցրեք։ Արդյոք դուք ունեք Միլենա Խաչիկյանի գիրքը։ Միլենա Խաչիկյան։ Մյուս մասնակիցը։ Արա դե ես լուրջ եմ ասում, այն մարդը ում հետ արդեն 20 տարի է ես իրար ծոց քնում զարթնանում ենք։ Չգիտեմ ոնց ներկայացնեմ հումորիստ, երգիչ, արտիստ, քնող ուղղակի։ Ծոցիցը, չգիտեմ ոնց ներկայացնեմ, ակեղծ որտեվ Ծոցընկեր, լավ բառ է։ Ծոցընկեր ուտեմ ես։ Արա Պետրիկ։ Հիմա պատկերացում իմ մարդ, ով նոր տեղափոխվել է Հայաստան, ոչ մեկին չի ճանաչում իսկապես, առաջին անգամ ես հաղորդումն եմ միացում, ուզում է իմանալ ով է քո կողքը։ Մրտ ես քնում եմ։ Բայց դու մի րոպե, բայց դու կարծում ես որ այս երկրագնդի տաղանդաշատ տղուցնի իսկ մի բան։ Երկրագնդի վրա կա մարդ, որ չի ճանաչում Արամեն Պետրին։ Կարծում ես համաձայն եք որ չկա տես մարդ։ Ասեք նա առաջին մեծության աստղ է ու ամենակարևորը համեստ ես, չէ՞ դու։ Բեսամ տազիս ու վատապահում իրան։ Մի խոսքով Արամին բոլորը գիտեն։ Այո, բայց բոլորը չգիտեն առաջին փուլի կանոնները, Ռոբերտ, խնդրում եմ բարձրաձայնի։ Լավ կպավ, բայց գիտես ոնց կպավ, ինքը պետք է ներկայացնի։ Դու կներկայացես եւ անգիր, խնդրում եմ, անգիր ներկայացրու։ Պատրաստ ես անգիր։ Եվ այսպես, փուլ առաջին, մասնակիցներն իրենց դիմաց դրված թերթիկից կարդում են պատմություն։ Պատմությունը կարող է լինել իրական, որը իրենց հետ իրոք պատահել է, կամ հորինված, որը իրենց հետ չի պատահել եւ նրանց հետ կապ չունի։ Բայց նրանք դա տեսնում են առաջին անգամ։ Նրանք պետք է այդ պատմությունը ներկայացնեն այնպես, որ դիմացի թիմը չհասկանա, դա հորինված էր թե իրականություն։ Ճիշտ պատասխանի համար 1 միավոր ենք վաստակում, սխալ պատասխանի դեպքում ոչ ոք ոչինչ չեք վաստակում։ Ապրես բալես։ Լավ, իրոք շատ լավ ասացի։ Լարվել է, իսկապես ես լարվածություն զգացի։ Լարվել է, մեր թիմից սկսում եք դուք։ 3 ամիս բարի խմբակ հաճախելուց հետո հասկացել եմ, որ այն աղանդ էր։
Լավ, 3 ամսից հետո ինչ տեղի ունեցավ, որ այդ 3 ամիս հետի ոնց որ սենց հոպա, վիճակեր, ծապ ու 3 ամիս հետո ոնց որ մի ամից ինչ որ տեսվեց բան եղավ։ Դե ինչ, հիմա Ուշան տեղը գնացել։ Բարի խոբը հոպա։ ես իմ բարի մաքսիմումը պատկերացնում եմ ասեմ։ 3 ամիս են որ պարում եք էլ վերջում գալիս է, դե ինչ, այսօր 3 ամիսը լրացավ, հիմա ինքնասպան ենք լինելու։ Իրականում ես Քուլեյդ ենք խմում եւ Օր լավ էլի արա շատ ծիծաղել է ինքնասպան եք։ իրականում այդքան էլ ինքնուրույն չեմ հասկացել, ինձ որ մնար չի հասկանա, տենց կգնայի։ Ես Տավուշից եմ ու այնտեղ եմ գնացել բարի։ Ու այդ ժամանակ տեսեք, ոնց որ ես 12-13 տարեկան այդ ընթացքում եմ գնացել ու այնտեղ սենց էր այդ տարիքի կային, ավելի փոքրեր կային ու մեզանից ոնց որ տարբեր խմբեր էին, բայց տենց քանակով շատ չէին ու հիմնականում միասին էին անում դասերը։ Ու այդ մեր բարի դասատուն մեզ հաճախ տանում էր ինչ որ, չգիտեմ, ոնց որ համերգ չասեմ, բայց ինչ որ միջոցառումներ էր։ Միշտ 4-ով գնում են 3-ն էին այդ գալիս։ Զոհաբեր, սուրբ ով էր տալու, սուրբ լամբադան։ Սուրբ լամբադան։ Ոյ կվեր ասա։ Ուրեմն մեզ տանում էին ինչ-որ միջոցառումների, որի ժամանակ մենք պարում էինք, իրանք տենց անվանում էին ազգագրական պարեր էինք պարում եւ այլն, բայց ճիշտն ասած հիմա հասկանում ենք անել ազգագրական չէր, ավելի շատ ինչ-որ սենց մելոդիկ շատ դանդաղ պարեր, տիպը մենք անում ենք ինչ-որ միջոցառումների բացումներ։ Ու դրա համար մեզ հետո իբր այդ միջոցառման համար տալիս էին ինչ-որ, չգիտեմ, սերտիֆիկատ, ինչ-որ փոքր նվեր, ու այդ Այցի արյուն տալիս է։ Աստղ չեք տեսել մոմերով։ Բարային բան է, մինչև էս պահը, որտեվ այդ սերտիֆիկատ բան տալիս են, երեխաներ գնում պարում են եւ գովասան բան։ ամեն ինչ դեռ արխիվում է։ Ուրեմն մի քանի անգամ տենց գնացինք, մեզ սենց են, մենք այդ միջոցառման ժամանակ պարում էինք ու կեսից ոնց որ կամ գալիս էին ծնողներից տանում էին կամ ինչ որ տենց բան ու միջև վերջ ոչ մի անգամ չենք մնացել միջոցառմանը։ Բարից հետո հաց ու ձեթ չէին բաժանում երեխեք։ Չէ, բայց նվերներ էին տալիս։ Դու ել ես գնացել։ Հաց ու ձեթ։ Հաց ու ձեթ։ Հաց ու ձեթ թե հաց ու Բայց հացուց այդ ինքը ուտելու համար թե որպես պաշտամունքի պարագային։ Քույրս եկավ տեսավ ու դրանից հետո ինքը այդ մարդկանցից հասկացավ, որ այնտեղ ինչ-որ բան են չի, ինքը ինձանից տենց շատ մեծ չի, 17 տարեկան էր, ու այդ ժամանակ որ հետս եկավ, դրանից հետո տենց ծնողներիս ասեց, որ նորմալ չի, տենց վայր եւ այլն, այսինքն ես չէի հասկանա անկեղծ, եթե ինքը չլիներ ու այդ կոնկրետ աղանդ էր ու շատ հավանական է, որ հետո մենք մի քիչ մեծանանք ու մենք էլ ներգրավեինք այդ աղանդում։ Բարի ու տանենք։ Ու դասավանդենք տանենք։ Խանութ, մեկ է հացի ու ձեթի խանութ, դա ինքը բազան է, իրաց բազան է։ գալու մեկը։ Փոքր։ Այդպիսի աղանդ եմ ուզում։ Այսպիսի Բայց աղանդ։ նվերները շատ լավ էին։ Ինչ է կարծում այս պատմությունը ճշմարիտ է, թե Ստմարիտ։ Մարիտ։ Ես կարծում եմ ճիշտ է։ Դու ես հավատում եմ, Գարիկ։ դուք երկուսով հավատում եք։ Գոնե իմանաք մեր երկրում տես բաներ կա թե չէ։ Լիքը։ Ես էլ եմ կարծում, որ այս պատմությունը ճիշտ էր։ Մենք երեքով կարծում ենք, որ մեր հյուրը փոքր ժամանակ փրկվել է։ Հասկացանք։ Միլենա ջան, Ես ուզում եմ ոտնկայս այս պահը ֆիքսենք։ ես ուզում եմ նույնիսկ Գարիկին զոհաբերենք։ Որտեղ ես կարծում եմ բրավո։ Խնդրում եմ, Այն ինչ Կարծում եմ սուտ է։ բրավո։ Այս պատմությունը Եվ այսպիսի մարդիկ հոգեբանական գրքեր են գրում։ Բրավո է։ շատ լավն է։ Բրավո, դու էլ հավատացել։ Հա, չէ, ես տեսել էի ու Տեսել էի, բրավո բայց որ կավատա էր, շատ չէ՞։ սիրուն տարավ։ Բացառապես Viva-ի բաժանորդներին հասանելի Wi-Fi calling ծառայության միջոցով Հայաստանում թե արտասահմանում գտնվելիս ցանկացած Wi-Fi ցանցի միջոցով կարող եք կատարել ուղիղ զանգեր եւ ուղարկել SMS հաղորդագրություններ, վճարելով ձեր ընթացիկ պլանի սակագնով։ Հասկացաք, սա բացառապես մենակ Viva-ի բաժանորդները ունեն, այսինքն պարզապես Wi-Fi եք գտնում եւ կարողանում եք Wi-Fi միջոցով Wi-Fi calling ծառայության միջոցով զանգարել ուղիղ զանգ։
Wi-Fi calling-ով զանգեր կատարելու ստանալով համար անհրաժեշտ է ունենալ Wi-Fi calling ֆունկցիայով հեռախոս։ Չենք մոռանում հեռախոսի կարգավորումներում միացնել ինքնաթիռի ռեժիմը, ակտիվացնում ենք Wi-Fi calling-ի ֆունկցիան եւ միանում ցանկացած Wi-Fi ցանցի։ Իդեպ, բջջային ցանցի միջոցով զանգ ստացող բաժանորդի մոտ Wi-Fi calling-ի ֆունկցիա ունեցող հեռախոսի առկայությունը պարտադիր չէ։ Դուք կարող եք քաղաքային էլ զանգել, բայց ուղիղ զանգա լինելու ու դա լինելու է Wi-Fi-ի միջոցով։ Ցանկացած երկրից։ Պարզապես Wi-Fi գտի, Ռոբերտ։ Գտի I'm Wi-Fi calling you։ Wi-Fi calling ես մի քիչ երաժշտությունից թույլ եմ, բայց անպայման կօգտվենք այս ծառայությունից։ Այո, պարզապես գտիր Wi-Fi եւ քերիր։ Լիանա ջան, դուք եք։ Լիանա ջան, այո։ Մի անգամ պատահական գտել եմ ծննդաբերող կով։ Ինչ եմ արել? Գտել եմ։ Պատահական գտել եմ ծննդաբերող կով։ Կով։ Գտել եմ, Գտել եմ գտել է։ Գտել է Քայլ ես, մեկ է ոտդ կպտի ծննդաբերող կովի։ Սս նայես։ Գտելս արա է։ Տեսել եմ երևի։ Գտել եմ։ Ինչ եք գտել եմ ծննդաբերող Ինչու ես ինձ կով։ վրա մուրնատ գալիս։ Լիանա ջան, Այսինքն կորցրել ես գտել, ո՞նց է։ բայց կասես որտեղ։ Քաղաքից դուրս։ Քաղաքից դուրս աշտարակի ձոր, քեֆի ժամանակ որտեղ։ Որտեղ։ Փարպիում։ Որտեղ։ Փարպի գյուղ։ Փարպիում։ Այսինքն շատ խնդրում եմ պատմի։ Ինչպես չէ հետաքրքիր է, չէ՞։ Ինչ գույն երկովը, չգիտես արագ հարցես, դա էս որ բանան։ Մաքուր կաշի էր, թե ինքը տենց։ Դերմանտին կով է։ Ի որ փուլում էր։ Դե որ Դուրսեր եկել արդեն զակը։ Դիցը բերարից։ այդքան չեմ բան արել, այդքան չեմ տեսել, ուղղակի հղի կով էր ինքը, դե բնականաբար հաջորդականությամբ արդեն զգացում եմ, որ ծննում է։ Այսինքն մի բան դուրս կուկար, մի բան դուրս կուկար։ Continue ծնել։ Continue ծնել։ Այսինքն Ստատուսը բան ծնելինգ էլի։ Generation in the gom։ Feeling ծննդաբերող։ Իսկ այսինքն գտար դու մեքենայով կամ ոդկով Ես ունեի։ պատահաբար անցնում եի այդտեղից։ Ոդկով։ Հա, իհարկե։ Հետո Դու գորոցի վրա կանգնեցի։ Պրկե եկալա բան։ Ակուշեր։ Ես հասկանում եմ։ Ու դեմիկովը դուրս շա։ Ուշտա։ Չէ, ցավոք ակուշերկա կով չկար այնտեղ։ Ուշտա։ Ուղղակի ստացվեց այնպես, որ պատահականության սկզբունքով ես տեսա այդպես Իսկ կեսարյան էր թե իր բնական։ Չէ, բացվածքը ձեռքով ստուգել եմ Քարի մատ էր։ 4։ պարկացած են ընդաբերում կովը, չէ՞։ Չէ, Կանգնածը չի։ Կանգնած ծննդաբերում։ Իհարկե պարկած Բա դու պարկես ու Ասես նկատում ես ոտքեր են գինեկոլոգների հացը։ Այս է։ Ո՞ր երեխա է։ Լավ չեմ։ Ես թավում եմ ձեզ համար, որովհետև դուք չեք լսել թե կովերը ոնց են մեր ծննդաբերությունների մասին խոսում իրար մեջ։ Պարկած կով չի կարա ծննդաբերի։ Կողքի շուրեք եմ։ Կողքի էր ծննդաբերում։ Հələ այսենց էր ծննդաբերում։ Կողքա ձակ էր բերում, Կարող է շուտվանից է ծննդաբերը արդեն Ես գնում էի լվացվելու։ Իհարկե, միլիոն հարց ունի։ Բայց ինչ արեցիք դուք հետո։ Ինչ պետք է անեի։ Դուք որ ասենք դուք եք հարց եք տալիս բռնից գալի։ Որ ծննդաբերող կով տնակ ինչ։ Բայց ինչ արեցիր։ Ապուշ կտրեցի առաջինը։ Երկրորդը Ուրիշ բան չես կտրե։ չէ, չասի։ Պորտալատ։ Ուզում էի բարձրացա տուն։ Ասեցի բարև ձեզ։ Ձեր կովը ծննդաբերում է։ Իրա վրա տուն կար։ Կովի վրա տուն։ Տարածքում տուն կար։ Մտա ասեցի բարև ձեզ, ձեր կովը ծննդաբերում է։ Ասեցին դուք ով եք։ Ասեցի ես էլ իմ մամայի կովն եմ։ Ձեր կովն է ծննդաբերում, կներեք։ Ասեցի եւ հեռացա։ Հասկացանք։ Ինչ ես կարծում։ Արագ։ Շատ Չբացատրեմ։ Չէ, Ճիշտ է ինձ ճիշտ թվում։ է։ Արամ։ Չեմ հավատում։ Հիմա ասեմ խիոնդացում։ Չէ, ես ուզում եմ համաձայնվեմ քեզ հետ։ Մտածում ճիշտ է։ Ես Շատ համաձայն։ խաղաց մի տեսակ։ Վերջ համաձայնում եմ քեզ հետ։ Ճիշտ է այս պատմությունը։ Ոնց է, լավ է, սրտովը տա։ Սրտովը տա, նայ եթե սխալ է եղել։ Չէ, չկա ուշ է արդեն։ Ո՞նց եք հավատում ես։ Մենք հավատում ենք, այս պատմությունը ճիշտ է։ Եթե սխալ է եղել, այս Օրամ ջան, ունի, այդպես միլենան զգաց։ Այ ես ուզում եմ Ռոբի բոլոր հաղթած այս ծափերը առանձին կոլաժով ինչ որ մեկը բոլոր լավ երեկոներից հավաքի եւ ուղարկի ինձ։ Ես կարող եմ երկու հատ հիմա նվիրել։ Ոնց է որ սա չի Դրանք եմ ուզում։ Այդպիսի ջորգ եմ։ Ջորգ։ Գարի ջան, մեկ միավոր։ Հա, գրա գրի, մի վրազա։
Բայց պատմությունը ավելի խնդալու է իրականում։ Բայց լավ Դրա պատմություն էր։ համար պատմեր շատ պատմեր որ չհավատային։ Մենք հավատացինք, Իսկ ես պատմեի, որ ես նկարահանման եմ գնացել ու այդ ընթացքում այդ գրիմով բանով գնացած եմ ձեր կովը ծննդաբերումը, հաստատ կհասկանայի որ։ Ահա, տենց կհավատայինք։ 0 միավոր Սենց լավա չհավատացին։ Որտեվ ինքինն է չէր հավատում ես իրանց տան կովիտերը։ Բայց լավ է, շատ լավ։ Կովիդ էր։ Դե ինչ իսկ հիմա կովից մի անգամից արագ սահենք դեպի Ռոբի պատմություն։ Որ ինքս դրամաբանական շարունակվի հաղորդումը։ Ես ունեմ երևակայական ընկեր, որից դժվար պահերին խորհուրդներ եմ հարցնում։ Խնդրում եմ էլի, ինչ այսինչ ճիշտ պատմություններ ես, միշտ պատմ։ Ինչ կերպար է ինքը։ Ինքը կարելի ասել ինձ հասակակից ընկեր է, անունը Զավեն։ Անունը Զավեն, երբ ես ունենում եմ ու մի քիչ կարող է գրոտեսկային լինի անլուծելի խնդիրներ, դժվար խնդիրներ, նրանից խորհուրդ եմ հարցնում եւ այդպես երկխոսության շնորհիվ միասին մենք որոշում ենք ամենաօպտիմալ տարբերակը դուրս գալ այդ անելանելի իրավիճակից։ Իսկ հիմնականում քո տարբերակն է ասում, թե Զավենի։ Գիտեք ինչ, դիալոգի եւ ընթացքում մենք որոշում ենք ում նա անցնում։ Կարա Զավենին էլ անցնի, դե եղել է դեպքեր, որ Զավենին անցել։ Քաշքշոցու ասել է։ Չէ, եղել է դեպքեր, որ իմն է անցել, միասին դες չէ, ինի ավելի լավ է ին անենք, ահա ճիշտ ես ասում, այս տարբերակը ավելի ճիշտ կլինի, այս անգամ քոն անցավ, եղել է շատ տարբեր իրավիճակներում օգնել է ու խորհուրդ կտամ ձեզ, եթե չկա մարդ ձեր կողքեր։ Զավենի համարը դուր։ Զավենի համարը։ Չէ, դուք պետքա ստեղծեք ձեր Զավենին։ Կարող է ձեր Իսկ եղել է որ Զավենը մի բան է ասել, դու ոնց որ չոր կողը դեմ ես տվել, քո ասածն ես առաջ տարել, սխալ ես դուս եկել, մի հատ երևակական ապտակ է իջել։ Չէ, երևակական ապտակ չիցել, բայց եղել է։ Չէ, Զավեն, Զավ։ Իսկ վերջինը ինչ դեպք ա եղել, որ տենց քննարկել եք իրար։ ուրեմն վերջինը ասեմ, Լիանայի պատմությունը Զավենը քվեարկեց, թե դու մենակ ես։ ճիշտ ասած Զավենին ես նկարանների չեմ բերում։ Լուրջ։ Չի սիրում, ինչ ուզում երևա։ Չէ, Բանն ես փակում։ ներքին աշխարհը չէ, իմ ներքին աշխարհն ու նկարանումները ուզում եմ խառնեմ իրար, հա, դա առանց իմանը ձեր հարցին պատասխանեմ։ Առաջարկեց Ամրանը ինձ, ես դա, Ամրանը առաջարկեց, ուրեմն Երևանի մարդաշատ Եգիպտոս, լավ փաթեթ։ Չէ, Երևանի մարդաշատ զբոսայգիներում, որտեղ երեխաներ Փափուկ, քաղցր բամբակի բիզնես տնեմ։ Քաղցր բամբակի բիզնես։ ասե։ Չէ, իրոք գունավոր քաղցր բամբակը հիշում եք, չէ՞, քաղցր բամբակ։ Իսկ բարձրաձայն եք շփվում իր հետ։ Այո, իհարկե։ Տանը իհարկե տանը ստում եմ ես բազմոցին կամ բասկատորին, որ գիտեն, չէ, մենակ եմ դա անում, ինքը մենակություն է պահանջում, որտեղ Զավենը մի քիչ սոցիոֆոբ մարդ է, եւ ինքը չի սիրում, անկեղծ չի սիրում ուրիշ մարդկանց ներկայություն, ես եւ Զավենը միասին քաշի բան Զավեն գալիս նո է։ Իսկ Զավենը ո՞նց է ակտիվանում։ Հեյ Զավեն, տենց է ակտիվ։ Լավներ, հեյ Զավենիկը Սիրի անալոգով որպես չէ։ Չէ, Զավեն ջան, չէ, ուղղակի Schedule a meeting for me Զավեն։ չէ, իդեպ անգլերեն չգիտի Զավենը։ Իր մոտ sense սначала Աստված Արա պատմում։ հեյ Զավեն։ Այո։ Ես չեմ հավատում այս պատմությունը։ Նշանակ։ Բայց օխր ամենաաբսուրդն է, որ ինքը կարող ասի, որ դա ճիշտ է։ Չէ, Արամի դեմքից էլ զգոնց։ Արամի Զավենի հետ ի՞նչ կապ։ Չէ, մենք Զավենի հետ եղել ենք առիթների, բայց ես ինձ հիմա թույլ չեմ տա դրա մասին։ Ես Զավենի հարսանիքի խավոր արա, հարսանիքի երկել է։ Զավենի հարսանիքից ում արամը երկի, դու էլ վարես։ Չէ, սուտ է։ Ձեր աթվում։ Վստահ։ Սուտ է։ Որովհետև ես իրականում կարծում եմ, որ Զավենն է, իրական Ռոբն է երևակայելի։ Երևակայական Զավենի հորինած կերպարն է։ Դե կարծում եք սուտ է, չէ։ Հա։ Սուտ է։ Երթում հաղթել է։ Սուտ է։ Դե ասել են սուտ է, ոնց որ սուտ են պատասխանելու, բայց ես ուզում եմ, որ դու ավելի վատ զգաս քեզ, որովհետև ես ուզում ասեմ, որ ես հավատում եմ այս պատմությանը։ Այո, ես քեզ այդպեսին եմ պատկերացնում։ Դու տենսն ես։ Այս պատմությունը սուտ է։ Հավատացել էի։ Դե լավ զգացես բարելի Զավեն։ Զավեն, դու գիտես որ Դե բարձր, այս պատմությունը բարձր, ես իրոք բարդ պատմություններից էր, բայց շատ հետաքրքիր եւ Մատանջանքով ես գրում այդ։ դուրեկան բնավ։ Հա բայց լինող բան է, ես ունեմ։ Դուք ունեք, դուք ամեն ինչ ոնց որ ունեք։ Ինչ։
Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում, հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական ներգրողը Հայաստանում Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք տրամադրելով պաշտոնական երաշխիք, անմիջապես արտադրողից։ Ի դեպ, Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտեր եւ հնարավորություն տալ, որպեսզի ձեր մտերիմները իրենք որոշեն, թե ինչ նվեր կգնեն։ Իհարկե, ձեր որոշած գումարով։ Ես որոշել եմ, ես լուրջ նվեր քարտ եմ առնելու մի 500,000 դրամով եւ նվիրեմ քեզ արա։ Հա, էլի։ Ունես պետք է հիմա։ Այս պատմությունը սուտ է։ Այս առաջարկը սուտ է։ Գարիկ ջան, ձեր հերթն է։ Այսօր իմ ու Ռոբի համար շատ կարևոր տարելից է, Վախենում եմ որի մասին նա բնականաբար չի հիշում։ Իսկ ես նրան նվեր եմ պատրաստել։ Լուրջ եմ ասում, երթվում եմ նախ հուզվեցի եւ շաքաղվեցի։ Այսօր, այսինքն նոյեմբերին, հա? Այսօր ինչ օր է։ Այսօր նոյեմբերի Քանդած կնոջ հայացքը։ Այսօր ինչ։ Դու չես հիշում մեր այս օրը։ Բայց մի հարց տամ, քանի որ փակագծեր կարող ենք բացել, նկարահանման օրն է, օրվա մասին է խոսքը, թե եթեր գնալու։ Նկարահանման այսօր։ Նոյեմբերի 3-ը։ Այս հաղորդումը նոյեմբերի 3-ին ենք մենք նկարում։ Լուրջ չես հիշում նոյեմբերի 3-ին։ Երթվում եմ Խոտը տալիս։ Մայրիկի ծնունդն է սիրելիս այսօր, չգիտեմ։ Չէ, ձեր մեջ է ինչ որ բան եղել է այսօրը։ Ինչ որ մի բան եղել է։ Երթվում եմ, թե մեր մեջ մի բան եղել է, սկսենք։ Չէ, բայց եղել է ստեղ չի եղել, կարող է եղել է ինչ որ Քո մեջ է։ ավելի ուշ ժամի։ Բայց մի րոպե, եթե այսինքն իմ եւ քո կյանքում ինչ որ իրադարձային օր է այսօր ու ես չեմ հիշում ու դու նվեր ես բերել։ Նվեր ես, հիմա ստանալու եմ այդ նվերը։ Եթե հիշես, ստանալու ես, եթե չհիշես, ստանալու ես այդիդ։ Լավ, հիմա կարելի է հարցել, ֆորմատի մեջ է մեր մտնում։ Ինչ օր է։ Սա այն օրն էր, որ ես ու դու ձեռք բռնած Շամին տարանք բժշկի։ Իմ շանը։ Որով շոկողվեցի լուրջ ես ասում։ Այն որ տարանք։ Այ որ ես բալի արիքսրը։ Այն որ արեստական շնչառություն արեցի լոզոտ։ Այ ես այնքան հուզված էի իրական, որովհետև Ռոբը միշտ գալիս էր կոպտում էր շանս, վիրավորում էր, բան ինձ էր ստուգում, բայց երբ որ այդ օրը Շամին մի քիչ իրան վատ էր զգում, առաջինը Ռոբն էր, որ ինքն քաշով շուներ, ես եմ մեջքս ցավում էր, արա Ռոբը սենց գրկած, արա սենց դողալով եւ հուզված ձայնով վազացրեց իրան բժշկի։ Ես ֆիքսել եմ այսօրը։ Ճիշտ է ասում։ Այո։ Լուրջ եմ ասում։ Բայց ինչա տանուք ես հիմա։ Ֆիքսել եմ այսօրը։ Ես փառք ու պատիվն ասում։ Ուզում ասեմ, որ ինքը իրոք այդպիսի տականք չի, ոնց որ ուզում է թվա, ինքը ներքուս շատ հուզական Դրա ֆոտոներ կա քո Instagram-ում։ Կա, դրա ֆոտոներն էլ կա։ Այսինքն կարող ենք մենք մտնու հիմա չէ, բնականաբար հաղորդությունից մտնենք իջնենք ներքև քո Instagram-ով այդ նկարով ու ես գրկած շանը գրել եմ։ Շակաղված, այո։ Տանում էր, ես էլ սենց ասում եի, արա Ես օրը չեմ հիշում։ Ռոբին այսքան տարի ճանաչում եմ ասում եմ, ու ես ոչ մի բան իրանից ոնց որ տենց չունեմ հիշողություն, այնքան բնութագրող իրան ներքին աշխարհը, ինչքան էս տեսարանն է իմ համար, Ռոբը գրկած Շամի։ Արա Շարպեի շան ցեղատեսակին ցանոթ Շարպեի ցեղատեսակը, ինքը շատ մազով ու իրոք շատ վատ էր, էլի, ինքը նույնիսկ փսխում Ամեն դեպքում ինչը քեզ տալու, հավետ էմոցիոնալ դրամիկում։ հուզված եմ արդեն ես դուք խոսացեք ինձ, լուրջ ինքը իրալու արել ինձ։ Գար, եթե հիշեց ես։ Նվերի չես տալու։ Բանաստեղծություն։ Ռոբերտ, իմ լավ ընկեր, իմ կողքին ես միշտ եղել։ Առանց Շամի եւս մեկ աշուն։ Խնդրում եմ, դարձիր ինձ շուն։ Երդում եմ փոշմանել եմ որ տարել եմ դրան։ Վիրավորանք էր սա։ Ինչ եք կարծում այս պատմությունը, այս հուզիչ, այս գեղեցիկ ինձ համար բանաստեղծությունից հետո մի քիչ վիրավորական պատմությունը կասեք ճիշտ է թե սուտ։ Արագ։ Պատմությունը ճիշտ է, օրերը սուտ է։ Սուտ է։ Ես էլ տենց կիսատ պրոտ եմ,
Չէ, ես շուտով ուզում հավատամ, բայց Հավատամ։ գիտես, հա, ես ուզում եմ հավատամ։ Անցածը քեզ հավատացի, հիմա ուզում եմ Արամին հավատամ ես։ Մենք ես էլ եմ կարծում, որ ճիշտ է, ես ընդհանրապես չեմ հիշում, որ եղանակին եմ։ Ճիշտը ստի այդ խառնած բան է, ինչ որ։ Բայց եթե նա ստեց եւ խափեց, ասա։ Ոնց սրբությունը կոչնում է։ Այո, նա հանճար է։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը Ինչ որտեղ ճիշտ է։ Սուտ, այդ ճիշտ է, կներես։ Այս պատմությունը Արամի հետ եմ ես համաձայն, ճիշտ է եւ Շամին երկնքից մեզ նայում, հիմա եւ ուրախանում է։ Ռոբը իսկապես Շամին գրկած տանում էր ու ես դա չեմ կարող մոռանալ, ինչքան է որ այսօրվա այդ ընդհանրապես կապվում էր ես Տեսարապես ինչ նվեր անեմ այս տղուն, ինչ մի հիշացնեմ։ Ուրեմն եթե Հայաստանում ես, բիզնեսով ես զբաղվում ու ջաքի մասին չես լսել, մի հատ մտածի, բա ոնց է բիզնեսը զարգանում քո։ Որովհետև առանց ջաքի եւ ջաքի այս հիասքանչ մեքենաների, խնդրում եմ, կարելի է այսօր անցած հաղորդման ընթացքում այս հրաշք մեքենան առաքում էր, չէ, այս տակդիրը պետք չէ։ Մեքենան առանց տակդիրի է գնում։ Այս հրաշք մեքենան առաքում էր դեպի սուպերմարկետներ վաֆլի, հիմա Վրաստանից բերում է բանան։ Որը վրացիք բերել են ուրիշ տեղից։ Կոլումբիայից։ Հա, որոնք բրազիլ բերել են Էկվադորից, այո, Էկվադորից են բերել, ես ծանոթացնեմ։ Ուրեմն նայեք։ Միջդեռ ջաքը հենց դրա համար է, որ դուք ունենաք հուսալի բիզնես եւ հուսալի բեռնափոխադրումներ, 0% լիզինգ բեռնատարների համար, 0% պիկապների համար, 6 ամիս մարում, պաշտոնական 5 տարվա երաշխիք կամ 200,000 կիլոմետր երաշխիք։ Ու սա ոչ թե ինչ-որ խապկանք է, այլ գումարը մեքենաների բաժանում են հենց 60 ամիսների մեջ եւ դու կարողանում ես այդ գումարը ամիս առ ամիս առանց ոչ մի տոկոսի եւ առանց ոչ մի գաղտնի ինչ-որ բաների փակել, ասա ինչ լավն է։ Հեսա գնամ առնեմ, այո։ Իհարկե, բայց ընտրությունը մեծ է, արա։ Ընտրությունը մեծ է, ուրեմն Royal Automotive ընկերությունը, որ մեր գործընկերն է, ունի փոքր եւ մեծ բեռնատարներ, փիքափներ, մինիվեններ, ինչպես նաեւ սեդաններ։ Սեդանով դու կարող ես ինչ առաքել, որ մեկ առավոտներ ես առավոտներ եմ տենում, սեդանի բեռնախցիկից խաչապուրի են հանում, տեսել եք, խաչապուրի թարմ տխած է, կամ չամիչով բուրկի, այո, նույնիսկ կարող ես անել։ Իսկ նրանց ավտոսրահը, շոուրումը, այսպես ասած, գտնվում է Երևան-Սևան Մայրուղու սկզբնամասում, ջակ, քո բիզնեսի հուսալի գործընկերը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Արամ ջան, դուք եք։ Ես եմ։ Այո։ Անհաջող բառախաղի պատճառով հայտնվել եմ անհարմար իրավիճակում։ Օ, դզեց, քանի որ դուք չգիտեք, բայց ես գիտեմ, Արամը բառախաղեր շատ է սիրում ու հիմնականում անհաջող։ Դրա համար եկեք, հարցրեք երկուսով, ինչ բառախաղ, ինչ իրավիճակ, որտեվ ես չեմ ֆայմում ինչ հարց կարելի է տալ։ Նախ ես ուզում եմ ասել, որ իրականում պիտակավորված է, որտեվ ես բառախաղ չեմ սիրում, ինձ վրա է պիտակավոր են, ես չեմ սիրում բառախաղ։ Բայց մենք սիրում ենք, որ ինքը այդ անում է։ Բայց ես գիտեմ, որ իրանց դուր է գալիս, ես դա անում, բայց ինչ ես սիրում։ Հա։ Եթե ուզում եք, ես պատմեմ պատմությունը, ոնց է դա տեղի ունեցել։ Ուզում եք։ Այո, շատ։ Օգնում ես։ Սրանից մոտարապես մի 4-5 տարի առաջ էր Լամբադա մոստի մոտ պրոբկա էր շատ ուժեղ։ Ու սենց երկու գիծ, երբ որ Կոմիտասից գայսես, պետք է թեքվես գնաց դեպի վերև, դեպի Թբիլիսյան խճուղի, այսինքն որ եկեղեցին ասում ես, թեքվես, այդտեղ երկու գիծ է կանգնած։ Ու ունեցել որ սենց կանգնած գնում ենք, ես պատուհանը իջացրել էի, ես եւ տղաս էինք մեջը։ Ու ես բարձր գոռում էի, այնտեղ դիմաց որտեղ պրոբկա էր, ասում են ինչ ա եղել, տղես, ասում եմ ոստիկան կա մոստիտակ, ոստիկան կա մոստիտակ։ Հա, ոստիկան կա մոստիտակ ու շարունակությունը ինչ որ կտա քեզ ինչ որ ապտակ, բան ասես ինչ որ մի հատ բան է գտնում ու այդ ժամանակ ես կողքես պոլիսի մեքենա էր ասես կանգնել, պատանե ջածես ու մենք երկուսով են ոստիկան կա մոստիտակ, քեզ կտա մի մեծ ապտակ, ու ինչ որ ծավալվում ենք այդ թեման, ոստիկան կա մոստիտակը դարել է նույնիսկ ինչ որ պրիպև էինք սարքել երկի, ու այդ ժամանակ մեր մոտ կանգնեց այդ բանը։ Այդ ավտոտեսչը, այսինքն մոստի վրայի ոստիկանը կոչվում է մոստիկան։ Մոստիկ։ Դու ասի, ես չասեցի, դու ասի։ Այսինքն սեցի չոր միած այդ կալամբուր էր, որի ժամանակ այդ ոստիկանը կանգնեց, ասես երկար նայում էր վրա, մենք էլ են որ
Արա եկա մարդս դու։ Ասենց եմ որ ասել եմ։ Ցավ տարամ ջան, ոստիկան ջան։ Ոստիտակ ջան։ Դակ դե պրոբկա կանգնած ենք։ Ման ու չի շարժում պրոբկա, երկա կանգնած ենք։ Չգիտեմ էլ պատվանս փագեմ, բացեմ, որտեղ դե բացել եմ, եկել կանգնել եմ, ասենց երկար եմ։ Որտեղ շատ երկար եք լսում եք։ Ոստիկան կամ ոստիտակ։ Բայց կարող էլի վիրավորական բան եք ասել։ Չէ, ոչ է վիրավորական չէ։ Հա ոստիկան կամ ոստիտակ։ Չէ, հա, բայց ինքը որ կանգնած ատեղ ու չկա։ հայտնի մարդ է նստած պատուանի բացած գուրմա ոստիկան կամ ոստիտակ բացում տժում է բանում պրոմեսը ոստիկան նույնիսկ եթե ոստիկան չլինի ուղղակի ուրիշ ոլորտից մարդիկ նորմալ է որ ոստիկան կամ հայտնի մարդիկ ասես ոստիկան չէ համաձայն եմ որովհետև դե մտը ջրի կացել ենք այսինքն քթել ենք տենց ինչ որ բառախա ոստիկան կամ ոստիտակ պատուանը ինչ եք բացել պատուանը բացենք երբ եկավ որ բոլորը լսեն հա եկավ չէ դե շոկ համարով գնում ենք դաչա արզնի օ կոնդիցիոներով լավ մեքենան են սորը փչում է բայց փակել է ստոտ ոստիկան կամ մեքենա չէ Չէ, այն ժամանակ առանց air conditioner։ Կարծում եք սուտ է Կարծում եմ, հա։ Կարծում ես հա ես էլ եմ կարծում հա Կարծում։ մենք էլ ենք կարծում որ այս պատմությունը սուտ է Դե լավ կայնե կամ գրեմ եմ։ Չէ, ես մի անգամ Դե կատակ է վարվել։ այո Սուտ է այս պատմությունը։ կրայցի ես հասկացա Ռոբերտը փորձել եմ սիմից ուղակ մտածել որ Արամ Էմպերտին այստեղ տարատեսակ բառախաղերով կրինժային իրավիճակում հայտնվեր, բայց Արամը չտրվեց եւ պատմեց ավելի վատ պատմեց։ Ուրեմն Մարիամ ջան ձեր հերթն է։ Մեր ընտանեկան առիթների ժամանակ գալիս է մի հնդիկ, երգում է, ամուսնուս ոտքերը մերսում ու գնում է։ Որ լուրջ եմ ասում, ես ինչ տրաֆիկինգի մասնակետ եք դուք ձեր ընտանիքով։ Ընտանեկան առիթների ժամանակ հնդիկ է գալիս, հերիք չի պարում է։ Երգում է։ Ու ամուսնու ոտքերը։ Որ երգում է ճոգվես, ջիմի, ամուսնու ինչպես է ձեր։ Ամուսնուս Սերգեյ։ Սերգեյ, ջիմի, հաչա, Սերգեյ ջան պատրաստի ոտերը։ Ես հավատում եմ։ Ես ասում, խնդրում եմ էլի։ Այդ ինչ Ծառայություն է պատետա։ Գերացի ես հենց եմ մտածում։ Մերսում եւ երգ։ Այս պատմություն հորինել չի լինի։ Օր իհարկե Այսինքն ով պետք է հորիներ էս պատմությունը։ լուրջ Ես իրական պատմություն։ խնդրում եմ, բայց ոնց է Սերգեյը անում է կոշիկները, հա? Խնդրում եմ, երկելը ինչ է երկում։ Հնդկական երգ։ Հասկացա, այդ հեչ երկելը լրիվ օքեյ։ Իրա ծնունդներ, Սերգեյ ծնունդներ։ Տարբեր առիթների։ Հասկացա, ոնց է բայց։ Մենակ ուրա։ Տարբեր առիթներ մի րոպե, տարբեր։ Եվ Սերգեյը հանում է կոշիկները, հա։ Արծմա մենակ ուրա, չէ։ Տխուր առիթի գալիս է։ Սերգեյ ինչ որ մեկի մոտ պանիքի դա գնաց է, հետ է։ Չէ, ինքդ ինչ առիթի էիք։ Դե լինում է ծնունդ, լինում է ինչ-որ հավաքույթ ընկերներ։ Բայց ոտքերը։ Այդ օրը ինչ ա եղել։ Դե դու չտա մի քանի։ Մի քանի անգամ է։ Այսինքն ինքը ձեր տան պրոստը տան սերվիս ա մատուցում։ Բայց խնդրում եմ, էլի, խնդրում եմ, կասեք ոնց է դա բոլորի ներկայությամբ, հա։ Իսկ մենակ իր Առանձնանում է։ Առանձնանում է։ Ինքը private, հա, այժմ happy end-ով, հա։ Happy leg-ով, հա, ոնց է ինքը։ Չեմ ասեք, խնդրում եմ։ Առանձնացքի $100։ Ոնց է բայց ճիշտ է, գուլպայով, հա, առանց գուլպա $100։ Չէ։ Ուրեմն առիթների ժամանակ ինքը գալիս է որպես հյուր, ով որ սենց կատակասեր է, Ձեր ընտանիքի բարեկամն է։ Ուղղակի երկու բաժան խմացնում հետո ոտը դե։ ամուսնուս աշխատողներից։ Ինքը քանի որ Հնդկաստանում տենց բաները ընդունված է ընտանիքներում, մերսել, յոգա եւ այլն։ Դու ձեր ամուսինը օգտվում է այդ առիթից։ Չէ, ինքն առաջարկել։ Մեզ մոտ է ընդունված չի։ Առաջ մենյու է տվել։ Ասի, Հնդկաստանում որ ընդունված է։ Կարենով տարբերակ կա, ճակատող որակի։ Կարամ սրպիչով արեք, Կարամ պաչեմ Սերգեյ ջան։ Սերգեյ ջան ուզում ես պաչեմ։ Աշխատավարձից բարձրացում։ Սերգեյ ջան բդերետ մազե, բդերետ։ Ձեզ տուրը տան։ Ձեզ տուրը գալիս մի քիչ վերև մարչալավ Սերգեյ ջան։ Սերգեյ ջան պաչեք այդ մի քիչ։ Սերգեյ ջան ուզում եմ մի քիչ կարի ավելացնեմ, կարի կճու մատանանեմ, կճու։ Մի քիչ անեմ, ես բդերետ մի քիչ կծու անեմ։ Հեռախոսի մեջ ձեր ռաջայի կողքս Սամասում ոտ։ սրտիկ։ Արամը ճիշտ ասում, սրտիկի փոխարեն ոտ է։ Ոտ էմոջի է։ Ռաջա մերսում թե ռաջա գործնական հանդիպում։ Ռաջա Խադավիկ։
Այո, զանգում առաջան։ Հիմա Մարիամը կողքս։ Հիմա Մարիամը կողքսա չեմ կարա պատասխանել։ Իսկ ինչ ոտքեր ես հագել։ Գուլպա կամ ինչ գույնի գուլպա ես հագել։ Այսօր որ խնդրեմ են կարմիր գուլպաներդ գրակնես գալիս եմ։ Նկարես ուղարկում։ Գոշիկդ նկարի ուղարկում։ Չեմ հավատում արա լուրջ Ֆուտ փիքեր ուղարկում էլի ռադիոյին։ Պատկերացնեմ արա այդ պատկերը էլի լուրջ։ Ինչ ես կարծում։ Ես մտածում ճիշտ է։ Ճիշտ է։ Ես կարծում եմ ճիշտ է եւ Սերգեյ ջան, խնդրում եմ ես Համարը գտաս։ համարը, մատ ռաջայի համարը դու կամ գանք երկուսով։ Ասма իրա ոտեր։ Երեք հոգուս մասարկում, ռաջամի անգամ։ Դասի կարա Սերգեյ ձախ ոտը դնի դու աչը։ Ռաջան չել խորանում։ Կարևորը երկու հատ Այո, զույգով ասի։ Հա, զույգով է։ Երբ ձախ չի լինի։ Մենք հավատում ենք այս պատմությանը։ Հիմա Սերգեյը թե ոտքերով Ոնց կարա սուտը ներես պատի։ Գարիկ ջան, խնդրում եմ, Գարիկ ջան երկու միավոր մեզ խնդրում եմ նվիրիր եւ Ո նստիր։ ոչ հոգի վերջացավ այս փուլը։ Այս փուլ այո, մնաց 3 փուլը։ Սիրով անցնենք մյուս փուլին կասկածելի հյուրին ենք սպասելու, շատ չի տևի։ Մեր գործընկերն է D-Energy ընկերությունը, որը Տոդ բրենդի նորաձև վարդակների եւ անջատիչների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ոչ որակ հուսալիություն յուրաքանչյուր մանրուքում, համոզվելու, գնելու եւ վայելելու համար կարող եք այցելել Վարդանանց 28։ Նրանք ունեն նաեւ կայք DNRG.am։ Ես իմ եւ Գարիկը նաեւ իր մասնակիցներին նվիրում է 20%-անոց զեղչի քարտեր։ Ես գիտեմ որ դու վերանորոգման, հիմա Արամը մեր վերանորոգման ոլորտի առաջատար է։ Դու կարող ես, խնդրում եմ, ասել, պրոմոկոդ եմ ասում։ Պրոմոկոդ գնում ես, ասում ես Ռոբերտ Մերսոն։ Չէ, կուզեմ նա։ Կուզես Քեզ համար հորինեմ։ Երկեմ իրանք ինձ տան, այտենց էլ երկում փող են ինձ տալիս։ Երկեմ ինձ պրոստը Պրոմոկոդը այդ է, պրոմոկոդը այդ 30% Կուզես քեզ համար հորինեմ։ Հորինեմ, այո, երկելով ասում ես եւ քո վարդակների զեղչը դառնում է այո 30%։ 20% զեղչ քեզ, ցավոք դու երկել չգիտես։ Ես ուղղակի կխափեմ։ Ուղղակի Դու գնում ես խափի գիրք ես գրում եւ տալիս են։ ասում ես Արամ Էմպետրին եմ ու էլի կուզես։ Չէ, դուք ընկերներ, իրոք 20% զեղչ չունեք, բայց եթե մոտենակ ասեք Ռոբերտ Մերսոխ, այն կդառնա 30%։ Շնորհակալություն են սիրով։ Դե ինչ, Ռոբ, քո այնսենց սիրուն այդ կակավի ձայնով բացում արա այս փուլը։ Իհարկե կբացեմ կակավի։ Երրորդ փուլ եւ դիմավորում ենք կասկածելի հյուրին։ Խնդրում եմ ծափարությունների եւ ծափողությունների ներքո հրավիր ենք կասկածելի հյուրին։ Դա ուրեմն երրորդ փուլ։ Երրորդ փուլում հայտնվում է կասկածելի կենթանին Աֆրիկայից։ Մենք պետք է պարզենք, թե կասկածելի հյուրը կոնկրետ ում հետ կապ ունի։ Լեաննայի, Գարիկի, Մարիամի։ Կամ ոչ մեկի հետ կապ չունի դեպք։ Կարա տենց է լինի։ Իհարկե։ Շատ վատ է։ Շատ վատ է։ Հարցերի մեջով ճիշտ պատասխանը 3 միավոր է, չնայած սխալ պատասխանի դեպքում միավորը գնում է մրցակից թիմը եւ պարտվում ենք։ Սկսենք Լայանայից։ Այս ընձուղտը պայմանական Ռուդոլֆն է։ Նրա ինքնությունը չեմ կարող բացահայտել, որովհետև երբ ուսման վարձս կորցրել էի, նա ինձ համար գողացել էր մեքենայի հայլի, որը վաճառեմ, վարձս վճարեմ։ Օ, Ռուդոլֆն է պայմանական եւ նա քո վարձը մուծելու համար մեքենայի հայլի է գողացել, դրա համար է ընձուղտի կերպարանքով, որ իրավապահ մարմինները չբռնեն։ Հասկացա, հիմա քաղաքում ինչքան ընձուղտ կա բռնելու են։ Ստիպված բոլոր Ես մի հատ ընձուղտ որ հայելի գողանա ամեն, ասենց ես մի անգամից կջոգենք։ Չէ, նկատեմ ինքը ընձուղտի կերպարանքով չի գողացել։ Դե հա։ Մեջի տանողն է, էլի, մեջի տանողն է իրականում։ Գարիկ ջան, դուք այս հարցերը կտանք մենք։ Այս ընձուղտը պայմանական Ռուդոլֆն է։ Նրա ինքնությունը չեմ կարող բացահայտել, որովհետև նրա շնորհիվ ես խուսափել եմ դանակահարության հոդվածով բանտ նստելուց։ Մարիամ։ Այս ընձուղտը պայմանական Ռուդոլֆն է։ Նրա ինքնությունը չեմ կարող բացահայտել, որովհետև նա սիրահարված է ամուսնուս տատիկին։ Հասկացա։ Կարանք գնանք։ Սկսենք, եկեք այս կողմից սկսենք։ Մարիամ ջան, կասեք պայմանական Ռուդոլֆն է եւ սիրահարված է ձեր ամուսնու տատիկին։ Այո։ Այն նույն ամուսնու, մեր լեգենդար ամուսնու, ում ոտքերը այդ այո,
Ճմղում էր։ Ոնց է սիրարված, ինչու եւ պատմեք ընդհանրապես եւ ոնց սիրարվեց։ Ինքը իմ կուրսեցին է եղել։ Մենք հավաքույթ ունենք տանը, ինչպես միշտ։ Այսինքն ես որ նոր էի ամուսնացել, իրանք կուրսի երեխեքով եկել էին մեր տուն, որպեսզի շնորհավորեն այդ առիթը մեր ամուսնության։ Ու այդ պահին տատիկը տանն էր, որը եւս մասնակցում էր առիթին, ուղղակի ինքը շատ չի սիրում տենց հավաքույթներ եւ այլն, ինքը ավելի շատ մի իր սենյակ ունի, այսպես ասած։ Ու եկավ մի պահ, երբ որ Ռուդոլֆը գնաց լվացվելու, այդ միջանցքի Տատիկը լոգարանից դուրս էր գալիս։ Տատիկը լոգարանից այդ ինքը դա սրբիչը երևի պատատած դուրս էր գալիս, ասես գնացին դուրս եկանք սրբիչը թեթև ընկավ։ Ռուդոլֆը հայացքները ինքը ալսուի զիմնի սոն բանն է։ Գերանտոֆիլիայի մասին Դե բայց չէ, մի րոպե սերը տարիք, բայց Ռուդոլֆը մի րոպե կարող եմ 70-նանց մարդ է։ Ռուդոլֆին խնդրենք ուղիղ կանգնի, միշտ շարժվի եթե Այո, կարելի։ հա, չէ, կուրսեցին է, հա։ Հետո տատիկի Չէ, սերը։ եթե Սերգեյի տատիկին տեսնեք, ինքը բավականին երիտասարդ կազմված ունի։ Բավական երիտասարդ դու Բավականին Ես չեմ երիտասարդ էլ կասկածում, ես անկեղծ չեմ էլ կասկածում Սերգեյի տատը։ շատ մի խոսքով։ Ու այդ պահին, երբ որ ինքը առանձին սենյակում էր, Ռուդոլֆն էլ գնաց, որ արդեն լվացվելու, երբ որ դուրս եկավ տատիկը, այդ պահին տնային, այսպես ասած, կոմբինացիայով էր։ Օ, կրկոտ Combination, էլի։ Կարելի ասել ավելի թովիչ եւ կրկոտ ինքը։ Կրկոտ արդեն։ Գիշերազգեստ, գեղեցիկ, մի քիչ թափանցիկ, սպիտակ այդպես։ Պինուար։ Էսի լավ եք Ես մտնում եմ մարդիկ եննում, տենց է տատիկը հիմնականում առնում։ Տատիկը այդ պահին չգիտեր, ինքը էլի եմ ասում հավաքույթներ չի սիրում, չի մասնակցում, տեղյակ չի, ինքը միշտ սենյակում է, հիմնականում սենյակում։ տանը ման կան տենց շորերը։ Իսկ տատիկի ձեռքը ինչ որ մտրակ։ Նապաստակի ականջներ։ Ձեռնաշղթա, տատիկի ձեռքը այն փափուկս էս վարդագույն ձեռնաշղթաներից ու մտրակից կար։ Նապաստակ բանով։ Կամ Ռուդիկ, շարիկը բերանի մեջ տատիկ։ այո, Ռուդոլֆ կամիե։ Պայմանական Ռուդոլֆ։ Պայմանական, այսօր դու պայմանական Ռուդոլֆ ես, ես եկատերին ան։ Պայմանական։ Չէ, դու ընձուխն ես, ես էլ գազանանոցի վարիչ։ Գպահակը։ Հա, հետո։ Մի խոսքով Ռուդոլֆը ինքը չէր մտածում, որ ինքը կարող է իմ տատիկը լինի, մտածում էր տալս կարող է լինել ու ինքը հավաքույթից հետո ինձ գրեց, որ հավանել է Կարող է ձեր տալ։ Կարող է ձեր տալ։ Ես դու էլ ես սիրում բառախաղ։ Դու էլ սիրեցիր բառախաղ։ Հետո։ Մի խոսքով ասեց ամուսնուդ քույրը իմ դուրը եկել է, ես սիրահարվել եմ, բայց իրականում իմ ամուսինը քույր չունի։ Ու այդպես ինքը հասկացավ, որ տատիկին է սիրահարվել։ Կարիկ ջան։ Հա, Ռուդոլֆը ինձ օգնել է դանակահարության համար չդատվել, որովհետև ես ռիսկի տակ էի, մարդ էի դանակահարել եւ Անկնել ես էլի։ Երբ։ ծառայության ժամանակ բանակում մարդ էի դանակահարել։ Ինչի համար էի դանակահարել։ Ճիշտ ասած ոնց որ Ինչա, բան ինչա։ Արա բանն էի նայել, չէ, Դանակե սրում։ Որոգայթն էի նայ, Որոգայթ չկա, չէ, Տրոյայի կինոն էի նայել այն ժամանակ, նոր է Տրոյայի կինոն նայել, որ սենց Բրեդ Պիտը, որ սենց վազելով գալիս է, սենց թռնում է, սենց հետևից սենց է, հիշում ես այդ եւ ոնց որ դանակ էր հայտվել ձեռքս, անօրինական բան է, բայց այսքան տարի անցել է, ուզում եմ պատմեմ բոլորիդ, հիմա ինձ թվում է արդեն վաղեմության ժամկետը անցել է, ել չեմ դատվի, թեթև կարող խնդիր առաջանա, բայց դուրս կգամ էլի, դուք կսպասեք ինձ դատանի առաջ, ես դուրս կգամ։ Եվ ոնց որ սենց այդ թիթեռնիկ դանակներից ընկերներս ունեին, ոնց որ դանակը սենց պտտում էի բան եւ տենց մեր մոտ ընկերներից որ անցնում էր այդ ժամանակ, ոնց որ սենց ինձ պատկերացեցի, որ ես Բրեդ Պիտն եմ, սենց մի հատ թռա սենց ուա, սենց արեցի։ Չէ, դե կատակով էլի, ոնց որ դե դանակ, մարդ, Բրեդ Պիտ, տպավորություն սենց բան։ Կատակով մահացավ ինչ է։ Չէ, ես ոնց որ դա գիտես ոնց էր, մի անգամից չհասկացա, որ դանակահարել եմ նրան, մինչև որ սենց մի քիչ հետո նա սկսեց արունակ հանվել աչքիս առաջ, ոնց որ սենց ամբողջովին սենց արունակ սենց կաթալ իր ոնց որ վերնաշապիկի սենց տակից սենց կաթիլները գետնին էին կաթում, Կարծես ինքը սենց բացեցինք շորերը եւ տեսանք որ հենց այս մասը որտեղ որ Բրեդ Պիտն էր արել, սենց շատ մեծ դանակահարություն է տեղի ունեցել։ Պիտ է եղել։ Եվ այդ պայն անցնում էր ու տեսել էր այդ ամեն ինչը Ռուդոլֆը։ Պայմանական է Ռուդոլֆը անունը, հա։ Իսկական անունը չենք ասում։ Ռուդոլֆը, այո, մեր սպաներից, հա։
Արի լավ է, արի մա ձեզ սպայից 50 պլյուս մարդ, հա։ Չէ, 40 պլյուս։ Չէ, նոր 40 պլյուս մարդը զանգի խնդրել ես, բան ջան, Ռուդոլֆ ջան, կգաս ընձուղտի շորերի մեջ մտնես, արա գարջանել իմը գործի եմ, կինս երեխեք, լավ կգամ։ Մենք շատ լավ ընկերներ ենք, երբ որ նա սպա էր եւ նա նոր էր եկել, երիտասարդ սպա էր։ Ես էլ ոնց որ բոլոր ծառայքից ընկերներիցս մի տարի մեծ էի, ավելի մոտ էի, ոնց որ տարիքով էի սպաներից մեծ շատ։ Հետո հիմա հետո քեզ ոնց փրկեց։ Ոնց փրկեց։ Երբ որ արդեն տարան գոսպիտալ, որպեսի կարենք վերքը, ակնհայտ դանակահարություն էր տեղի ունեցել եւ ոնց որ ցուցմունք գրելուց Ռուդոլֆը, պարոն լեյտենանտը Այն ժամանակ լեյտենանտ, հիմա ինքը գնդապետ է։ Գեներալ, հիմա գեներալ մայոր։ Գեներալիսիմուս։ Արի հիմա գեներալ մայոր է, հիմա թողել է այնտեղ զորակոչը բան, զորքը, ամեն ինչ թողած եկել է, ծուխտի շորերով կանգնել է։ Մեջը ուսադիներով գեներալի բանով, զորք կա մեջը, բացի իրանից։ Ռուդոլֆը ասեց, որ ես այնտեղ եմ եղել, սա դանակահարություն չէ։ Այս մյուս սպան, որին պատահական դանակահարիկը, բանա, կպել է սուր։ Բայց սպան ոչի բան չասեց։ Չէ, էնել էր մեր ընկերը։ Մեր ընկերն։ Ձեր ընկերը իսկ ինչա, գետազու շորերով դուրսը գետաձեի սպասում, հա։ Ծխելով դա ճանաչի սպասում է։ Մադագասկար ընկերություն ա ձերը, չես հասկանում։ Առյուծի շորերով բան չկա, պինգվինները։ Դե հիմա շատ շուտ է եղել, արդեն ոնց որ կարող եմ ես թույլ տամ պատմեմ, որտեվ շատ չի լինում այս կյանքում, որ բայց այդ մարդը չի կարա թույլ տա իրան sense բան հակնի, էդի հասկանում։ Լավ, Լիանային լսենք։ Լիանա ջան, պայմանական Ռուդոլֆը քեզ համար ավտո մեքենայի հայլի է գողացել, որպեսզի քո ուսման վարձը վճարի։ Լավ արել։ Ես լավ արել եմ։ Ցավն է տանում։ Որ իմանաք դուք էլ նույնիսկ։ Որտեղ ես ճանաչում Ռուդոլֆին եւ ինչ պայմաններով, ով առաջարկեց, որ այդպեսի բան անեք։ Ընդհանրապես ես 2010 թվականին եմ եկել Երևան, Գյումրիից, ու ընդունվել էի Jazz College։ Մենք Ռուդոլֆը ու ես կասկածներ ունեինք, թե ով է գողացել իմ գումարը, իմ գրպանից, պարապմունքից։ Ու ոնց որ մի անգամ էլ կրկնվեց դա, մենք տենց հասկացանք, որ ցավոք սրտի մեր հետ սովորող մարդն է, եւ ինքը ուներ մեքենա։ Իսկ ես այդ ժամանակ ոնց որ ուսանող էի, մի քիչ դժվար էր ինձ համար էլի վարձավճարը ստալ, ապրել Երևանում վարձով։ Ու մենք որոշեցինք Ռուդոլֆի հետ այդ տղայից որ էր լուծել, դե որ ինքին փողն է գողանում։ Ինչ մեքենա էր։ Համե հայլի էր մեծ։ Հայլի էր քշում։ Չէ, Pajero, հա։ Pajero, այո։ Հայլի Pajero։ Ինչու՞ մա հիշում եմ։ Նշանը ոնց է Pajero-ի։ 3 հատ երանքն։ Գիտես, այո։ Բանը սերեգույնի ու Io։ Io, այո։ Այո, բավականին։ Իո, այո։ Բայց ասեմ, որ այդ գումարը Ռուդոլֆ ջան։ Որտեղ ես ուզում եմ ասել։ Այդ հայլին։ Իոյի Pajero-ի հայլերը ինչ կան 300 դրամ։ Բայց մի քիչ 300 դրամ պուդրայի հայլին ավելի տագա կա։ Իոյի հայլին։ Գոնը ինչ որ որոշակի ձևով վենտեդա։ Վենդետ արեցիք եւ նրան այդպես էլ չասացիք, որ դուք եք։ Չէ, հետո ընկերացանք, մեր շատ լավ ընկերն է։ Հետո ինքը ոնց դեր լավ, Ռուդոլֆը չէ, այնտեղ եմ ոնց կարծես շատ լավ ընկեր ելնի, եթե փողը տա։ Հա, մենք հետո հասկացանք ինչի է ինքը դրա մեջ, ոչ թե գողացել է, ոնց է իրավիճակը դասավորվել։ Բայց ինքն էր իրոք տանում այդ գումարը, բայց ոնց կարելի է ինչ-որ մեկի հետ ընկերանալ, եթե գումարը ինքը գողացել, ասա։ Չէ, ավելի տխուր պատմություններ է կանում։ Մանավանդ որ պատմության մեջ ինքը ընդհանրապես չեղեց, պատմության մեջ ասում էր, որ դուք դրանով ձեր ուսման վարձն եք վճարել, հիմա ասցիք ուղակի վրեժ ենք լուծում։ Այսինքն, ես ասում եմ, մենք գիտենք, որ այդ հայլիները վերցնելուց մի ինչ-որ գումար կլինի, բայց ոչ մեկս է տեղյակ չէինք այդ տարիքում ինչքան։ Ոչ մեկս բանը ավտոյի շուկայում չէինք աշխատում, չգիտեինք, որ օրինակի համար այդ տարածուն։ Դե ինչ, դե իսկ գուշակում ենք։ Ուրեմն հիշում ենք պատմությունները։ Հայլի եւ ֆար գողացում ավելացնում եմ, էլի, Գարիկին օգնել է, որպեսզի Գարիկը չհայտնվի բանտում, եւ տատիկի սիրեցյալը։ Փեսայի մեր Փեսա Սերգեյի տատիկի սիրելը կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Ես հակված եմ, որ ոչ մեկի հետ կապ չունի, ինչու։ Իմ սկզբում մտածում էի, որ կարա տատիկին հավանողը լինի, բայց ինձ թվում է, այս ոնց որ sense շահարկեցին այդ, որովհետև այն մեկը ճիշտ էր, ու ինձ թվում է ոչ մեկի հետ կապ չունի։ Արամո։ Ինձ ճիշտ է դատում, իմ փոխարեն սաղ ասեց։ Ոչ մեկի ծանոթը չի։ Կրել ենք։ Դաժե ինքը իր ծանոթը չի։ Մենք այս խաղը կրել ենք։ Սենց ասեմ, ես կասկածում եմ, որ Գարիկի ծանոթն է, որովհետև գեներալի կեցվածք է։ Կազմված փորը ուրա փորը։ Ոնց մի րոպե, այսօրվա Հայաստանի գեներալներն էլ փոր չունեն։ Բոլորը լիպոսակցիա։ Չէ, իրոք կեցվածքը գեներալի է։ Պարոն գեներալ, վստահ եմ, որ ես մեր հայրենիք։
Ուզում ես։ Դե մի խոսքով իմ թիմակիցները կարծում են, որ ոչ մեկի հետ կապ չունի։ Ես բայց անկեղծ ասեմ, ուզում եմ ինչ որ մեկի հետ կապ ունենա, որ ծիծաղենք եւ զվարճանանք, բայց համաձայն եմ ձեզ հետ, ոչ մեկի հետ կապ չունի։ Դե ինչ, եկեք հիմա լսենք մեր կասկածելի հյուրին, տեսնենք նա ում մոտ է եկել, ում պատմությունն էր, մեզնից ճիշտ կամ եթե, լավ, խնդրեմ։ Բարև ձեզ, ես պայմանական Ռուդոլֆն եմ, օգնել եմ Գարիկին խուսափել դատարանից։ Արա դե ես, արա ասում եմ գեներալ է մեջը։ Գեներալ է մեջը, միրապե դեմքը բացեք թո դատվի։ Բացեք թո դատվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Շահեն ջան։ Շնորհակալություն Պետրոսյան Շահեն։ Եկեք ծափարենք Ռուդոլֆին, պայմանական եւ ուղեկցենք։ Ես կողքեմ Ոտեկելի ցավները տանեմ։ Ես Հեսա կողքեմ։ կողքեն մեռնեմ քեզ, ախ։ Այսա։ Որ դուրս գա քեստեք, այս դու շորով վիլիսով Լավ, երկուսին գումարած 3-5։ ապրես։ Ոյ։ Արա։ Ուզեմ շնորհակալություն հայտնել բոլորին մեր հրաշալի հյուրերին, շատ լավ խաղեր, շնորհակալություն Սելի հանդիսատեր, շնորհակալ ենք Սելի հերոսադիտող եւ բոլոր նրանք, ովքեր մեզ դիտում են ցանկացած հարթակում, շատ շնորհակալ ենք ձեզ, մեր գործընկերներին, նույնպես կասկածելի երեկոներ եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։